Վերջին տարիներին Հայաստանի իշխանությունները գրեթե չեն խոսում հայոց ցեղասպանության մասին, իսկ խոսելուց էլ, օրինակ, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ դեռ պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին։ Օրինակ, Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ անհրաժեշտություն է տեսնում ցեղասպանված մարդկանց թիվը հաշվել եւ այլն։ Սա ինչ օրակարգ է իշխանության կողմից եւ ինչ վտանգներ եք տեսնում։ Ես կասեմ հիմա կռվի դաշտը առաջին գիծը մեր այստեղ մեր հողի վրա է։ Երկրորդ պլանում են մնացած այդ բոլոր արտաքին այդ երևույթները, նրանք արեցին իրենց գործը, հիմա տեղափոխվել արդեն լրիվ մեր հայրենիքի ներսը եւ այն որ տարիների ընթացքում մենք մի փոքր քնեցինք, մի փոքր անհիմն ապահով էինք մեր կիսատ հաղթանակով, չպայքարեցինք, որ այդ սահմանները այնքան ամոր չմնան, չպայքարեցինք միասնականություն, այդ արմատը չկարողացանք մենք, ամեն մեկս պետք է մենք այսօր այս վիճակը տեսնելով եւ այս հաստը, որ իրականում մեր սրտում է, մեր կենտրոնում է հիմա կռվի դաշտը, հենց առաջին գիծ ասվածը, ես ուզում եմ սա այստեղ գտնվող յուրաքանչյուր հայ, թե մեր հայրենիքում, մեր հայրենիք է նաև սփյուռքը, նրանց ազդակներ պետք է ուղարկվի, որ ներսի մեր թշնամին եւ դրսի թշնամին միավորվել են, նրանք գաղափարական մի գիծ են տանում, իսկ եթե մենք մնանք այստեղ միայնակ, առանց մեր հայրենակիցներին, որտեղ էլ որ նրանք լինեն, նրանք պետք է հիմա այս ազդակը ընդունեն եւ որ առաջ ազգային ինքնագիտակցությունը խոսի նրանց մեջ եւ մենք այստեղ պետք է միասնություն կազմենք։ Մենք այսօր այլընտրանք չունենք, այս օրով ես այս ազդակը կարող եմ ուղարկել, գումարած ես նաեւ ակնկալում եմ, որ եթե այսպիսի միասնություն օր առաջ հայ կողքը կանգնի, միջազգային հանրությունը նույնպես տեսնում է, տեսնելով այս միավորումը, որ նոր արթնացում է գնում եւ նոր սկիզբ կարելի այսօր ազդարարել հենց այստեղ եւ այս նոր ընթացքը տեսնելով միգուցե ասում են առաջադեմ մարդկությունը կամ միջազգային հանրությունը կամ ըստ օրենքի մարդկային օրենքների նրանք պետք է նույնպես կանգնեն մեր կողքին։ Իսկ ինչ վերաբերվում է այս հայտարարություններին, դրանք ուղղակի արդեն իրենց մեջ տարիներով արդեն էպված, նստված տված այն իրողությունների ապացույցն է, արտացոլանքը, որոնք նրանք տարիներով սնվել են, կերել են, դաստիարակվել են, նրանց մեղադրելը կամ նրանց ասել ինչ-որ մի բաներ, դա ես համարում եմ ինքնանպատակ, ուղղակի ես նորից եմ գտնվում, կռիվ այստեղ է, կռվի դաշտը մեր հողի վրա է, եւ մենք պետք է օր առաջ սա հասկանանք այս սուրբ, բայց եւ նաեւ մյուս թաղծալի օրով եւ գիտակցենք մի փոքր փորձել են խամրեցնել մեր ազգային ինքնագիտակցությունը, ճնշել են, փոշիացրել են, բայց ես ուզում եմ նորից հատիկ հավաքել դրանք, հավաքված տեսնել, ուժ դառնալ եւ հաղթանակները մոտ են։